Շատերիս գրադարաններում կարելի է գտնել ֆրանսիական ժողովրդական հեքիաթներ ժողովածուն։ Այդ գիրքը մանուկները սիրում էին հատկապես Հայաստանի Հանրապետության վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրահամյանի վառ գունեղ նկարազարդումների համար։ Վլադիմիր Աբրահամյանը ոչ միայն գեղանկարիչ է, նաև գրքերի ձևավորման հեղինակ է, մոտ 250 գիրք է ձևավորել։ Ֆրանսիական ժողովրդական հեքիաթները առանձնահատուկ տեղ ունի իր ձևավորած գրքերում։ Ես շատ ցավում եմ, որ նկարիչը դա չտեսավ, բայց վստահ եմ, որ ուրախ կլիներ, երջանիկ կլիներ, որ տեսներ իր գիրքը վերահրատարակված եւ իր գույների շքեղությունը գրքում պահպանված են։ Նկարչի մահից հետո նրա ընտանիքի անդամները փորձել են իմի բերել նկարչի արխիվն ու մի թղթապանակ են գտել։ Պարզվել է, որ ֆրանսիական ժողովրդական հեքիաթներն իրականում 35 էսքիզ ունի, բայց գրքի առաջին հրատարակությունում շատ փոքր մասն է տեղ գտել։ Բացի անհայտ էսքիզներից գտնվել է նաև մի լրագիր, որտեղ անդրադարձ է եղել գրքին։ Երբ որ արխիվը մենք քրքրում էինք եւ դա գտանք, ինձ հետաքրքիր էր կան արդյոք ինչ-որ արխիվային փաստաթղթեր, թուղթ, նամակ, որ ժամանակին այդպիսի կարևոր գործ արվել եւ ինչ արձագանք է եղել այդ ժամանակ, եւ մի հատ փոքրիկ թերթի կտոր գտանք, որ նկարիչը պահպանել էր խնամքով։ 90 թվականին Ներողություն հայրենիքի ձայն, եթե չեմ սխալվում, շաբաթաթերթ էր, փոքրիկ տեղեկություններ ընդամենը տպագրվել, որ ֆրանսիական ժողովրդական հեքիաթներն է լույս տեսել Սամվել Գասպարյանի թարգմանությամբ եւ Վլադիմիր Աբրահամյանի շքեղ նկարազարդումներով։ Այդ մի բառը այնքան շատ բան էր ասում եւ այդ շքեղ նկարազարդումները պիտի որ հանրությունը տեսներ, որովհետեւ գրքում այդ բոլորը չկար։ Ժողովածուն այդ տարիներին տպագրված մանկական ամենահայտնի գրքերից էր։ Նկարիչն այնպես է տպավորվել այդ նախագծով, որ հետագայում հեքիաթների որոշ կերպարների դարձրել է առանձին կտավների հերոսներ։ 88 թվականին այդ բախտորոշ ժամանակաշրջանում խնդրին հատուկ բան էր, որ մարդիկ գիրք հրատարակեն, այն էլ մանկական, այն էլ 50,000 օրինակով։ Ու երկար ժամանակ այդ միտքը պտտվում էր, որ մենք պիտի կարողանանք գիրքը վերահրատարակել, որպեսզի կարողանանք նկարչի շքեղ գույները փոխանցել։ Գիրքը վերահրատարակել է Արևիկ հրատարակչությունը, քանի որ 1988 թվականին էր Արևիկը հրատարակել այն։ Ժամանակակից տեխնիկական միջոցները թույլ են տվել վերարտադրելու նկարչի շքեղ գույները։ Կարծես թե ինչ որ մի բան մեր մանկությունում կիսատ էինք թողել եւ արդեն բավական տարիներ էր բացը կար ֆրանսիական հեքիաթների հենց մեր հրատարակած ժողովածուն նորից լույս տեսնելու եւ որոշեցինք նոր արդեն դիզայներական ոճով վերահրատարակել ֆրանսիական ժողովրդական հեքիաթները։ Վլադիմիր Աբրահամյանի ստեղծագործություններից շատերը ցուցադրվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, աշխարհի տարբեր մասնավոր հավաքածուներում։ Արմինե Գևորգյան, Գագիկ Սիմոնյան, Ռադիոլուր։